Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ հիմա տեղափոխվում ենք մի հրաշալի վայր, թատրոն, որտեղ իհարկե որը ես շատ եմ սիրում, որովհետեւ ես բախտ եմ ունեցել այնտեղ խաղալու ներկայացում եւ հիմա այսօր ճիշտ այդ ներկայացման մասին չենք խոսելու, այլ եւս մի շատ հրաշալի գործի մասին ենք խոսելու, այնպես որ շատ չերկարացնեմ, պարզապես ասեմ, որ վերջերս կամերային թատրոնում կայացավ Արա Երնջակյանի հեղինակած Միս դժոխք անաստվածային կատակերգություն ներկայացման պրեմիերան նոր դերասանական կազմով Արշալույս Հարությունյանի բեմադրությամբ, ինչու եմ ասում նոր դերասանական կազմով, որտեղ հիմա կհասկանանք։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Ավետ Զոհրաբյանը, Էվա Խաչատրյանը եւ Էրմինա Զախարովան։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Ո՞նց եք։ Հրաշալի։ Ինչ լավ է, հրաշալի եք։ Ինչու նշեցի նոր դերասանական կազմով, որտեղ Միս դժոխքային կատակերգությունը ունի պատմություն։ Այո, շատ երկար պատմություն ունի։ Նախկինում այլ դերասանական կազմով է խաղացվել երկար տարիներ, իդեպ երբ ես նոր էի ընդունվում կամերային, տեսել եմ 5 կազմով, ցավոք Գյորգի Ամիրախյանը այլևս ողջ չէ, գլխավոր դերակատարը ինքն էր այն ժամանակ շատ տպավորիչ ներկայացում էր Արա Երնջակյանի բեմադրությամբ էր, այս անգամ բեմադրիչը Արշո Հարությունյանն է, ավելի նոր շնչով մի բան ենք փորձել ստանալ ավելի ժամանակին մոտ գեղագիտությունը ներկայացման բեմական լուծումները հագուստները ավելի այս ժամանակին մոտ եւ կարծում եմ նոր շունչ է ստացել ներկայացումը բայց ինչպես միշտ արդի ոնց Երնջակյանի բոլոր գործերը Շատ լավ, ձեր մասնակցությունը այս ներկայացման մեջ, որովհետև ինչպես արդեն Էվան նշեց, ներկայացումը ընդհանրապես կամերային թատրոնի բոլոր ներկայացումներ ունեն լավ, այսպես հարուստ պատմություն։ Եվ ամեն անգամ ես միշտ մտածում եմ, հա, որովհետև երբ որ իմանում ես, որ ներկայացում, որը բավականին երկար խաղացվել է, հիմա նորից վերականգնվում է, դե մտածում ես, դե լավ էլի հերիք չի, բայց այդպես չի կամերայինի տարբերակում, որովհետև իհարկե հերիք չի, որովհետև ամեն անգամ քեզ այդ ներկայացումը նոր է բեմադրվել։ Իհարկե եթե Էվան լիներ կասեր հերիք, հա, բայց հերիք չի, այս շատ ներքին հումոր է ներկայացումից։ Իրականում ինչ ես ընդունվել եմ թատրոն, նենց է իմ բախտը ստացվել, որ ես խաղում եմ անընդհատ նոր ներկայացման մեջ, որոնք նախկինում բեմադրվել են։ Ու միշտ խաղում են այդ դերերը այնպիսի մարդիկ, որ իրանցից հետո քեզ պատիվ է խաղալ այդ դերը ու նոր ձևով ներկայանալ, նոր ձևով մատուցել։ Նույն Սասունցի Դավիթ Կոպերֆիլդի, նույն անաստվածային կատակերգության մասին է խոսքը։ Ու շատ կարևոր է, որ երբ որ նոր ներկայացումը երկրորդ անգամ է բեմադրվում, չբեմադրվի լրիվ նույն ձևով, օրինակ Արշալույս Հարությունյանը այս անգամ բեմադրեց լրիվ նոր ձևով, լրիվ նոր լուծումներով, բնականաբար այն ինչ որ կա դրամատուրգիայի մեջ դա պահպանված է, բայց կարծում եմ որ շատ հետաքրքիր, շատ դինամիկ, շատ արագ ու մի շնչով կարելի ասել այսպես նայվող ներկայացում է։ Ես ճիշտ ասած տեսա մեր ընդհանուր ծանոթի ստորիներով, որտեղ այդ բան Հայաստանում չէի գտնվում եւ տեսա թե ինչ էսպես երանդով անցնում ամբողջ ներկայացումը։ Դուք պիտի ներկայացման կուլիսներում տեսնեք ինչ երանդով անցնում։ Ինչ կատարվում է բեմում, դրա 2-3x-ը կատարվում է կուլիսներում, որտեղ մենք sense ուրախ դեմքով մտնում ենք բեմ, բան, ինչ որ շեփորներով նվագում ենք, բայց այդ ժամանակ կուլիսում գիտեք ինչ է կատարվում։ Շատ լավ, Էրմինա, ձեր մասնակցությունը էս ամենում իրականում էլի իմ Արա Երնջակյանի առաջի գործը չի, որ խաղում եմ ու Արա Երնջակյանի գործերը մի հատ բան ունեն, որ իրանք թեկուզ 40 տարի առաջ են գրվել, թեկուզ 30 տարի առաջ են գրվել, մեկը արդիական են, այո։ Միշտ արդիական է ու այնքան մի հատ հավես բան կա, որ դու խաղում ես քո անունով, դու ունես կերպար, բայց դու խաղում ես քո անունով։ Ինձ թվում է դա դերասանի համար մի հատ շատ դժվար անցնելու բան է, որը Փառք Աստծո բոլորս կարողանում ենք անցնել, մասնավորապես Ավետը պետք է գովամ Ավետին, որովհետև ինքը երևի մեր այս ընտանեկան դերասանական թիմում Մենակ Սենիկն է որ քնած է հիմա, բայց ասենք երազներում մեզ դիտում։ Ամենաբացահայտումը մեր համար երևի թե Ավետն է եղել, ով իրական այդքան բացահայտում չէ, ինչքան փոքրիկ ուրախություն է, փորձ գալու ուրախություն։ Ես կարմրությունը ծորում է։ Դերասանական խմբում լինում են ալարկոտներ, լինում են քնկոտներ, ուշացողներ, եւ լինում դժգոհիկներ, ոնց որ ես եմ, բայց պատրաստական աշխատանքի, բայց առաջի 15 րոպեն դա դժգոհություն է, դժվար քնից արտանալու եւ այլն։ Ավետը այն փոքր մատորչիկներ, որը բոլորին ստիպում էր ուրախ գալ փորձի, որովհետև ինքը միշտ պոզիտիվ էր
գալիս, չգիտեմ, երբ բոլորիցը շուտ էր արթնանում, հասցնում էր ամեն ինչ։ Այդտենց էի ձևի տալիս որ մարդանը Ու այդ ներարկում էր միանգամից մեր մեջ այդ հումորը, հավես էր իր հետ աշխատելու, ես իրան դա Ավեկենի ներկայացնում Հավեսը, որ երիտասարդ կազմը, թատրոնի երբ մտնում է, ինքը ունենա այդ շունչը, որ արթնացնի են մնացած տեղաբնակներին, այսպես ասած, Սուրեն, մի երկար։ բան ասեմ, իրականում տեսել ես, չէ՞, միշտ ֆիլմերից հետո նկարում են ֆիլմի մասին։ Մենք թատրոնում, երբ որ հավաքվում ենք մեր բիբլիոթեկայում, ունենք ներկայացման մասին, ոնց ենք մենք խաղում փորձերին բան, այդ ամեն ինչի մի հատ առանձին խնդալու պատմություն։ Ինչու այդ մասին չեք մի հատ, չնայած կա ներկայացում, չէ՞։ Կա, այդ ներկայացում կա, կուլիսներում կա։ Միան հենց դրա մասին։ Դրա մասին է։ Ես հիշում եմ, երբ որ մենք անցնում ենք թատրոնի պատմություն եւ ուսումնասիրում ենք Վախթանգվի թատրոնը, Պրինցեսա Տուրանդոտ ներկայացումը, որը շատ երկար 60-70 տարի խաղում են, բայց ասում են պատմության մեջ նշվում է, որ ամեն անգամ ինչ-որ թարմացվում է ներկայացումը եւ արդի ժամանակի մասին էր հենց այդ։ Ես միշտ զարմանում եմ այն ժամանակ ուսանող, այդքան չէի հասկանում ամեն ինչ։ Դե լավ, ոնց կարելի է 70 տարի խաղալ մի ներկայացում եւ միշտ արդիական լինի այդ ներկայացում։ Փաստորեն այդ ֆենոմենն այսօր արդեն կա։ Նյութն է իրականում եւ չմոռանանք, որ Երինջակյանի գործերը հիմնականում մեծամասամբ հոռետեսական կատակերգություններ են, ինչպես նաեւ այս գործը, եւ այստեղ շոշափվում է մեր իրականությունը, այն ամենը ինչի մեջ ապրում ենք, այն շերտերը, որոնք կան մեր կյանքում, մենք դրանք շատ հաճախ անտեսում ենք, մեր փոքրությունը, մեր հարմարվելու հատկությունը, մեր ըմբոստ լինելը, տեսակի, մեր հայ տեսակի, իհարկե որոշակի քաղաքական շերտեր կան բնականաբար, ինչպես միշտ, մատուցվում է հումորով եւ դա շատ ավելի հաճելի կերակուր է, քան երբ հենց ճիշտ բաց տեքստով ես դա ասում, հումորով շատ ավելի ճիշտ տեղին է գտնում եւ ավելի լավ է մարսվում։ Մարդիկ ծիծաղում են, հետո վերջում մեր բոլոր թատրոնի բոլոր ներկայացումները ունեն մի հատ sense հատկություն, որ բոլորը ծիծաղում են շատ լիաթոք ամբողջ ներկայացման ընթացքում։ Վերջում նշանակետին են ու գիտեք ինքը շատ երկար չափաբաժին չի, ինքը մի փոքրիկ մոնոլոգով կամ մի ֆրազայով կարող է այնց փոխի քո ամբողջ նայած ներկայացումը, որ դու ուղղակի մոռանաս թե ինչի մասն էր նայում ու ամբողջ ներկայացումից հետո այդ միտքը քո մեջ բան լինի։ Օրինակ մեկ պարոն Երինջակյանը գալիս է, ասում է երեխեք այն ռեպլիկը մի հատ եկեք փոխենք, սենց ասենք, որտեվ ինքը արդեն գիտի, որ այդ ռեպլիկը այն ժամանակ, որը որ ինչ ձևով որ մենք ասում ենք, էլ հիմա չի աշխատի, ինքը արդեն գիտի ինչն է հիմա ճիշտ ու որը ավելի ճիշտ գլող հանդիսատես։ Իսկ իմպրովիզներ ներկայացման ժամանակ շատ են։ Մենք դեռ չենք սկսել շատ իմպրովիզանել, նոր ենք դեռ եփել մեր ճաշը։ Որովհետև կամերային ներկայացումները կա, որովհետև ներկայացումները, ինչպես գիտես Սուրճ ջան, հիմնականում շեֆի գործերը, դեպ ավետ ուզում էր ասել շեֆ։ Այո, ես մտածեցի մենք շեֆ ենք ասում, Երինջակյանին մենք ասում ենք շեֆ։ Այո, մենք եւ կարծում եմ մենք մի շեֆ ունենք բոլորս, դա Արա Երինջակյանն է։ Մեր թատրոնում ուրիշ ոչ մեկ էլ շեֆ չունի։ Փոքրիկ հատված ներկայացումից։ Լավ, անցնենք առաջ հասկանանք ինչ ներկայացումներ են այսօր խաղացանկում, որ ներկայացումներ։ Մեկ դուք ավելի այսպես զբաղված եւ Էմկայից սկսենք։ Եկեք սկսենք Էլի շեֆի Սասունցի Դեվիդ Կոպերֆիլդում, ինչ տարբերություն թե ում հետ, արդեն 13-14 տարի խաղում են ներկայացումը եւ 4 կազմափոխվել։ B1427 շեֆի գործերի շի Ժոռանա Մարտիրոսյան բեմադրել, շատ անցում այն։ Նաև Ֆերում շոու ունենք, որտեղ զբաղված ենք ես էլ, Լևան էլ, նաև Միս Դժողքը, էլ ինչ եմ մոռացել ասել։ Անաստվածային Ուղղակի մի փոքր կարճ ենք ասում, էլի Միս Դժողքը, Ավետ Գիտեք, բարեկամ հարցը ձևակերպենք, կառանձնացնես քեզ համար ներկայացում, որը ճիշտ է բոլորն են լավ, բայց այդ մեկը քեզ համար տես մի առանձնահատուկ տեղ ունի։ Պիտի ասեմ, որ այս ներկայացումն է դարձել շատ առանձնահատուկ իմ համար, անկեղծ, որովհետև շատ եմ սենց սիրել այս կերպարը ու շատ եմ սիրել այս պիեսը, բայց որ առանձնահատուկ է այդտենց ինքը իմ համար առաջին տեղում է, նաև Համլետն է, որովհետև ես Համլետով եմ մտել թատրոն ու Համլետը իմ ամենասիրած դերերից մեկն է։ Այս երկուսը։
Լավ, իսկ հիմա որ խաղում ես ներկայացումը նայում ես Սենիկին բեմի կուլիսներից եւ ասում համբերի, ես եմ խաղալու այդ։ Չէ, թող խաղան, չէ, թող բոլորը ապրեն են բոլոր շրջանները, որը որ առողջ է, որը որ ճիշտ էվոլյուցիա պիտի լինի։ Եվ քեզ համար ինձ համար շատ են որ պիտի առանձնացնեմ, ասեմ որ ինձ համար որպես դերասանուհի շատ յուրահատուկ տեղ ունի եւ շարունակում է ունենալ 5+1 պատմություն ներկայացումը ինչու որովհետեւ այնտեղ հնարավորություն ունեմ որպես դերասանուհի դրսևորվելու իմ հնարավոր բոլոր գույներով որովհետեւ մեկ ներկայացման ընթացքում խաղում եմ 6 կերպար եւ կերպարանափոխվում մի քանի վայրկյանում ընդհանրապես մի հագուստով բայց ամբողջ ներքին աշխարհով տարբերությունը իմ մնացած բոլոր ներկայացումների ինքը որպես այդպեսին ամենա ոչ էֆեկտիվն է իր լուծումներով, լուսային եւ դեկորատիվ եւ այսինքն ոչ մի հրաշք բեմում առանձնապես չի կատարվում, բացի այն բացարձակ հրաշքից, որը դերասանն է տալիս այդ կերպարանափոխությունների միջոցով։ Այժմ իմ ամենասիրելիների շարքում հայտնվել է Կեսարի խրախճանքը ներկայացումը։ Անչափ եմ սիրում այդ ներկայացումը, իդեպ իմ խնդրանքով եւ առաջին անգամ իմ մեծագույն ցանկությամբ առաջին փորձս էր դիմել դերի համար, խնդրել, որ ես ուզում եմ խաղալ եւ դա ինձ տրվեց։ Մի անգամ 13 տարվա մեջ խնդրեցի եւ տրվեց։ Փառք Աստծո, որ իմ ցանկությունն էր եւ արագ փորձերը սկսվեցին, այժմ արդեն խաղում ենք նոր դերակատարուհին ես եմ, նախկինում Մարիկա Դովլատբեկյանն էր, կարծում եմ նոր շունչ է ստացել ներկայացումը։ Հաջորդիվ կնշեմ կուլիսներում թատրոնի անատոմիա կամ թատրոնի անատոմիա ներկայացումը, որը սիրվեց հանդիսատեսի կողմից եւ 4 տարի եւ ավել շարունակում է խաղացվել B1427 ներկայացումը էլի սիրելիների շարքում միս դժողքը արջևում երբ կա Վաղը այո վաղը ամսի 29-ին եւ 30-ին Ինչ լավ է ես հորդորում եմ բայց Սուրեն ջան հորդորեք բայց ասեք որ տոմսերը շատ շուտ են Չկա այդ տոմսը մի գնաց բայց մտածեք այդ մասին որ կարելի է գնալ այդտեղ նայել ընդհանրապես կամերային թատրոնի բոլոր ներկայացումները կարելի է նայել որովհետեւ դա հնարավորություն է տալիս մի քանի ժամ կտրվել այս մոխրագույն իրականությունից եւ վերադառնալ մի տեղ որտեղ իհարկե տաղանդավոր մարդիկ են բեմում հրաշալի ռեժիսորի աշխատանք ձեռագիր շեֆի ձեռագիր ինչպես արդեն նշեցին իրենք եւ բնականաբար ամեն ինչ այնտեղ ուրախ է հետաքրքիր եւ շատ դիպուկ եւ սուր ես ուզում եմ ձեզ նվիրել նաեւ Իջևանի գինուգործանի կողմից սպիտակ չորգինին վաղը ներկայացումից հետո բացեք ավենջան շատ լավ միտք է եւ կնշեք միասին աղջիկներին ուզում եմ նվիրել Տրամոնտինա բրազիլական բրենդը Սա օգտագործեք մենակ խոհանոցում խնդրում եմ Տրամոնտինան բրազիլական բրենդ է որ ներկայացնում է խոհանոցային պարագաներ իդեպ այս բոլոր ատրիբուտները որոնք կան հատուկ ծածկույթ ունեն որոնց վրա թունավոր բակտերիաները պարզապես չեն հավաքում սա ձեզ գեղեցկույն էր եւ ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկները Շատ լավ նվեր է իդեպ երբ որ սրող չունես նոր դանակա պետք Բայց խոհանոցում օգտագործեք Ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկները այս բացիկների ֆենոմենը կայանում է նրանում որ այստեղ ներառված են հայտնի երգերից ու բանաստեղծություններից ֆրազներ բացիկները նախատեսված են ծաղիկների կամ նվերների հետ պարզապես նվիրել սիրելի մարդկանց առաջինը որը նվիրում եմ Սիրուշոյի երգից է քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել Եվա երկրորդը իհարկե Արսեն Սաֆարյան քո ճամփի արահետները ինձ ծանոթ նորից բերում են ինձ քեզ մոտ Դուք որոշեք եւ հաջորդը Սոֆի Մխայան Սեր ջան մենք իրար սիրում ենք եւս մի տարի Ահա Ես կնվիրել ժորին Ինչ լավ է Ձեզ մաղթում հաջողություններ ինչպես ասում են իբուխելի բիրա վաղվա ներկայացմանը զբոգը եւ իհարկե շատ եմ սիրում այս թատրոնը ինչ արեմ Իսկ հիշում ես որ մենք միասին հյուրախաղ ենք Մենք խաղացել ենք Ռոմեո Ջուլիետ ներկայացում այնպես որ ես ունեմ Եվ գնացել ենք Գդանսկ Այո Գդանսկ Շեքսպիրյան փառատոն Ողջույններս թատրոնի ողջ անձնակազմին Արշալույսին Լուսինեին եւ բոլորին բոլորիդ շատ սիրում եւ կարոտում եմ այս պայն կարճ դաթար կլինի հետո կվերադառնանք եթեր